Պարոն Արուշանյան, Գյումրի Տիգրան մեծ 5 հասցեի բնակելի շենքի հետ կապված վերջնական որոշում կա, թե չէ, որովհետև գիտեք, քանի տարի այդ խնդիրը կա ու չի լուծվում։ Բնականաբար տեղյակ եմ, Գյումրիում վտարային շենք միայն Տիգրան մեծը չէ, նաև Իսահակյանին ունենք, Անդաղավան 26 ունենք, ու էլի շենքեր կան, քննարկում են համակարգային լուծում ստանալու համար, որ նաև Տիգրան մեծի ամենամեծ խնդիրներն է, որ ինքը պատմամշակութային շենք է, թե այն մյուս շենքերում հնարավոր է ԲԳՎ-ի ծրագրով կամ շենքը քանդել, նոր շենք կառուցելու ծրագրով առաջ գնալ, Տիգրան մեծին հնարավոր չի, այնտեղ ավելի այլ լուծումներ են պետք գտնել, նախագիծը արված էր, գիտեք, նախագծի մարզույթը շատ շուտ հայտարարված էր, նախագիծն արված է, ընդհանուր մշակում է, թե ինչ տարբերակով ենք առաջ շարժվել։ Պարոն Արուշանյան, Ինչ տարբերակով Դե քննարկվում է, ասում եմ։ Պարոն Արուշանյան, ձեր հրաժարականի հարցը բացվեց, հետո փակվեց։ Ինչ եղավ, որ բացվեց, ինչու փակվեց այս Երևի կային մարդիկ, որ ցանկություն ունեն, որ դա տեղի ունենար, բայց այդ խոսակցությունները, որը բնականաբար փակվեց։ Ովքեր են ձեր վատ կամեցողները։ Ես ասեցի, չէ, երևի կային մարդիկ, որոնք չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Իսկ ո՞նց փակեցին։ Ես Այդ նույն օրը եկաք Երևան, հանդիպեցիք վարչապետին, չէ՞։ Տեղեկություն չէ, որ այդ տեղեկությունները տարածվեցին, դուք ասացին, որ դուք Երևանում եք։ Չէ, այդ տեղեկություններից առաջ ես եղել եմ Երևանում վարչության նիստին, որի ժամանակ քննարկվել է միայն պատգամավորական տեխնոլոգիական հարցը, որը բոլոր գիտեք, մեր տեխնատուները անցել են այդ ճանապարհով, դրանից հետո երևի մարդկանց մոտ այդ արկություններ առաջացել կամ ցանկություններ առաջացել իրողություն դարձնելու իրենց վաղեմի իղձերը ու չստացվեց, բնականաբար չի ստացվելու, որովհետև ժողովուրդը ինձ Կարճացեք դուք, հա, ժողովուրդը ինձ սիրում է, կարճացեք պաշտոնից։ Պաշտոնը ծնված օրվանից եմ վրես ունեցել, դա իմ ազգանունն ու հայրանումն է։